Եթե դուք օգտվում եք բանկից, բայց դեռևս չունեք մոբայլ հավելված կամ ակտիվ չեք օգտվում, այսօր կխոսենք, թե ինչ հնարավորություններ է դա ձեզ ընձեռում։ Ասեմ, որ թվային ծառայությունը դա միայն մոբայլը չի, նաև շատերը ունեն ինտերնետային կայքեր, որոնց միջոցով եւս հնարավոր է կատարել ֆինանսական գործառնություններ։ Եթե դուք ունեք փոքր բիզնես կամ անհատ ձեռնարկատեր եք, հավանաբար ավելի կանոնավոր գործառնությունների համար հարմար են վեբ բանկային ծառայությունները, որտեղից կարելի է հանել քաղվածքներ, հեշտությամբ տեսնել պատմություններ եւ այլն, բայց այսօր մոբայլ հավելվածները եւս տալիս են շատ հնարավորություններ եւ այսպես ինչ կարելի է անել բջջային հավելվածի միջոցով։ Ամենապարզը, որ կարելի է անել, դա տեսնել ձեր բանկային հաշիվը։ Եթե դուք ակնկալում եք փոխանցում, ակնկալում եք աշխատավարձ, հեշտությամբ կարող եք ստուգել բջջային հավելվածի միջոցով։ Կարող եք բացել նոր հաշիվներ, այդ թվում արտարժույթով հաշիվներ։ Կարող եք դիմել պլաստիկ քարտի տրամադրման համար։ Ամենակարևորը երևի ամենահաճախ մեր կյանքում օգտագործվող դա փոխանցումներն են։ Երբ որ մենք այցելում ենք բանկ, բանկում մեզ պետք է լինում հաճախ հերթ կանգնել, հերթից հետո պետք է լինում որոշակի շփվել մարդկանց հետ, իսկ բանկային հավելվածը իմ սիրած մասն է բանկի, որովհետև ինքը միշտ օբյեկտիվ է, եթե մենք ունենք նորմալ հասանելիություն, նորմալ կապ, միշտ ստանում ենք նույն որակի ծառայություն։ Բնականաբար հավելվածը մեզ չի ժպտում, բայց նաև որոշակի ստրեսային վիճակներում չենք հայտնվում։